որ ասում են թող եկեղեցին սա անի, եկեղեցին նա անի, բայց եկեղեցին ումով պիտի անի, մեզնով, չէ՞, ումով։ Զորք ունի, զինվորներ ունի, ինչ ունի։ Մենք ենք, չէ՞, զորքնել ենք մենք, զինվորներ մենք ենք, մեզ անում, ուրիշ ումով պիտի անի դա։ Չէ, կոչ են անում, ես քիչ առաջ էլ ասեցի, որ երկրորդ նախագահն ասում է մի քիչ ավելի բան պիտի, ինչ լինի։ Էլ ինչ լինեն։ Չէ, ես էլ ասեմ դուք եղեք։ Դե դա եմ ասում, իշխանական Ուղղակի դուք անեք եւ ընդդիմությունը պիտի այդ առումով։ Հիմա տեսեք, գալիս է դիվանս այստեղ կոչ արեցին փոխնախագահը Միացյալ Նահանգների եւ կոչ արեցին, որ գնալ եւ բարձրաձայնել, որ եպիսկոպոսները Բաքվի բանտում եւ այս ամբողջ բլեֆը, այս խաղաղության, այս միֆը, այս սուտը խայտարակ Բաքվի բանտում շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները, երկու բանտում են այսօր մեր արժանավոր հայերը խոշտանգվում, Երևանի բանտում եւ Բաքվի բանտում շարունակում են խոշտանգվել, դա տեղ կհասնի, թե ոչ, որովհետեւ այսօր Ամերիկան էլ բանը թատրոն խաղալու ժամանակ չունի։ Եթե նախկինում ասում էին հանուն դեմոկրատիա, ձեզ լուսավորելու եւ դեմոկրատիա բերելու համար, մենք պատրաստ ենք ձեզ ոչնչացնել։ Հիմա ասում են չէ։ Պրոստը պատրաստ են ոչնչացնել։ Հիմա ասում են չէ, այդպեսի բան չկա, այնքան պարզ է ասում, այս Թրամփը գյուտ է, էլի, գանձ է այդ իմաստով, ասում է, նավթ եմ ուզում, հումք եմ ուզում, այդ նավերի ճամփ են ոչ թե Չինաստանն եկել է Լատինական Ամերիկա, այստեղ առևտուր անում, նավթը այստեղից տանում է, սա բերում է, արդեն չի կա մրցակցությունը, չէ, տնտեսական մրցակցության մեջ ինքը սատկում է, չի կարողանում, որոշել է, ասես ճակատային նավերն առևանգում, չգիտեմ, ճանապարհներն է փակում, նախագահները առանց շատ բաց եւ կոնկրետ չէ հիմա ես քիչ առաջ էի ասում են մեր արևմտամետները այլախոհները բանը ոնց ինչպես կարելի է մի երկրի ընտրությունների հետ կապված հայտարարություն ինքնիշխանության ասում է Իրանում եթե բանը Իրաքում եթե դուք հանկարծ համարձակվեք նրան նշանակեք վարչապետ տեսեք ձեզ ինչ եմ անելու եթե դուք Իրանում ասում եք տեսեք սա անեք տեսեք ձեզ ինչ եմ անելու սրա մասին ձեն չկա օրինակ Պաուլ Հայրիկյանն կարող է չէ մի բան ասել հիմա ոչինչ մեկ-մեկի կարելի է Միացյալ Նահանգների բան ասել էլի այդ անտեր սովետը վաղուց չկա մոռացել է Ռուսաստանի ջանին են ինքը բայց չկա այդ սովետը էլ այդ իներցիայով ապրում են այն Ազատ Արշակյանի մասին էլ չեմ ասում շատ ամոթ անհարմար բան կստացվի էլի ու էլ այս նորաթուխ արևմտամետները ծպտուն չկա ձայն չկա ասենք մարդը կոնկրետ ասում է համարձակվեց վարչապետ նշանակես Իրաք տեսես քեզ ինչ եմ անելու մեկը չհամարձակվի կամ Մեքսիկայում ասում է տես հա եթե հանկարծ դու շարունակես այդտեղից նավթը բանը բերե չէ մատակարարես Կուբային տես ես քեզ ինչ եմ անելու չես լինելու գիշերը կամ քեզ կառևանգեմ կամ կսպանեմ կամ ես կորոշեմ փոխվել է իմաստունի արդյոք այս իրավիճակում վենսիայցի ժամանակ ինչ որ դրսևորումներ անել ես կարծում եմ այո կարող եմ մի քիչ ասածը զարմանալ թե չէ զարման չի ես էլ եմ կողմ եւ պիտի կոչ անեմ որ բայց ասենք իմաստը որն է հա դե կողմ ենք բայց իմաստը որ նաեւ պարզաբանվի Տեսեք, ամեն դեպքում նախ եթե քո քաղաքական գիծը դրա մասին է օրինակ, ասենք քաղբանտարկյալների, պատանների Ադրբեջանում պաշտպանություն եւ այլն, դու այդ ոնց ասեմ, ատամները առավոտյան ատամները լվալու պես բան է։ Անկախ նրանից տրամադրություն ունես, չունես, այդ օրը լավ օր է սպասում, վատ օր է սպասում, ինչ-որ բազային բան է, որ այդպես արվում է։ Նույնն էլ էս դեպքում Եթե դա ուղեգծի մաս է, այս տեսակ շանսը բաց թողնել, այդ խնդրը բարձրացնել ուղղակի անհնար է։ Թեկուզ եւ լավ հասկանալով, որ հա ինչ-որ բանը էֆեկտիվությունը 0-ի է ցկտում, բայց դա ուղղակի պետք է, ատամ լվանալու պես։ Երկրորդը կա բանը, նախադեպի ու լեգիտիմության հարցը։ Այսինքն ոնց ասեմ, այն լավ, այսպես օրինակը բերեմ, այսօրվա աշխարհում Պարզ մարդկանց համար, մեզ համար դա զարմանալի է թվում, բայց տենց է, ու գիտենք, մամուլով բաց դրա մասին ասում են, ասենք Պուտինը հատուկ ռազմական գործողություն է անում, իր բառերով ասած, մի օր առաջ, երկու օր առաջ զանգում է Ամերիկայի նախագահին, ասում է, հեսա սկսում եմ, առաջ sense բաներ չէր ելնում, կամ նույնը բանը, Ամերիկան ու Պարսկաստանը իրար, Ամերիկան էլ էս ամառը, որ Պարսկաստանին խփեցին, զգուշացրել էին, նեշի այդ միակողմանի է Նույնց էլ նաև զգուշացնում է, որ ամերիկյան բազարիներին եմ խփելու այս երկրներով։ Առաջացքի զարմանալի է, բայց իմաստ կա, իմաստը այդ ոնց որ քո լեգիտիմությունը պահելն է եւ որ դու միշտ կարողանաս ասել, որ նայեք, ես զգուշացրել էի։ Այս դեպքում դե մենք այդ պատերազմը հայտարարելու օրինչ ենք հիմա, բայց այս դեպքում որ ուժը ապագայում կարողանա ասի, որ ինչի եք դուք զարմանում, որ այս հարցը բարձրաձայնում եմ, որտեղ հենց ազգային ինչ որ ուժ եկավ իշխանության կամ ինչ որ ուժախումբ Այդ թեման պարզա պետք է բարձրաձայնի, արևմուտքն էլ առաջի բանը որ պիտի ասի,
Ոչ ասել ու ձեներդ կտրեք։ Կուլտուրական ինչ-որ բան պետք է ասի։ Ասել որ դե գիտեք ուղղակի ասենք ձեր նախորդ իշխանությունները երբեք այդ հարցը չեն բարձրացրել, վրան էլ քիչ ժամանակ չի անցել, արդեն ահագին անցել է։ Ասեմ, բայց մենք բարձրացրել ենք, ձեզ տեղեկացրել ենք, ասել ենք եւ դուք չեք արել։ Իհարկե, պետք է ասի, բայց Չէ, դու ասում ես ապագայի համար, Էդգար, բայց նաեւ հիմա օրինակները կան, չէ՞, Թրամփը իր արևին նստել է, խավորություն է անում, իբր թե դրանք էլ բան են որոշում, սենց որոշում է, չգիտեմ, միջանցքի հարց եւ այլն եւ այլն։ Նշանակում է վերջը հարց լուծողա, չէ՞, Թրամփը։ Այդ նույն Թրամփը կարողացավ ոնց որ բան չի փոխվել, չէ՞, ընդհանուր առմամբ Լուկաշենկոյի մոտ։ Նույն Լուկաշենկոն է իր համար տենց արոք նստած։ Բայց ինչ որ բան պայմանավորվեց եւ որոշեց 100 քանի քաղաքավանտարկյալների ազատ արձակել, ճիշտ է։ Ահա։ Այսինքն կարելի է, չէ՞, մարդու հետ բան խոսել, բանակցել։ Հիմա սա կամ սա ավարտված ապաշնոր է Նիկոլը, կամ ուղղակի դավաճան է եւ ոչինչ չի, դա եմ ասում, կամ դավաճան է, ոչ մի բան չի անում, որտեվ եթե դու գնացել ես, ուրեմն կամ դու ավարտված դեբիլ ես, որ չես կարողանում ինչ որ բան բանակցես եւ մեր հայրենակիցներին բերես։ Ուրիշ բան չկա այստեղ։ Հետևաբար պիտի գնալ նաև այս ընդ որում սա շատ հզոր պիտի լինի 10,000, 20,000 հոգի բոլորը պիտի այս որտեվ սա մարդկային հումանիստական մեծ բան պիտի ակցիայի պես բան պիտի լինի գնալ եւ ասել որ մեր քաղաքավանտարկյալներին Բաքվի բանտում գտնվող մեր խոշտանգվող հայրենակիցները եւ Հայաստանի Երևանի բանտում Հայաստանի բանտերում գտնվող մեր սրբազանները, հոգևորականները եւ մյուս քաղաքավանտարկյալների հարցը։ Չէ, ես համաձայն եմ, լրիվ համաձայն եմ ձեր հետ, ես ուղղակի Հիմա մնում է որ կապիկություն չանեն մեր ընդդիմադիրները, ինչ ասի, ես կուղարկեմ, դու կուղարկես, դու արա, ես հացի մասին եմ խոսում, այստեղ դու ճիշտ ես։ Ես թոշակի մասին եմ խոսում, այն հայրենասիրությունը քո թեման է, չէ։ Սա բոլորիս թեման է։ Բոլորի։ Չէ, ես առմամբ համաձայն եմ, ես ճիշտ եք ասում, ավելի երկարաժամկետ բանը դիտանկյունը վերցրի, բայց նաև հա կարճաժամկետում էլ դե գիտեք հարցը օրակարգում պահելը ճիշտ է, բնականաբար դա մեր համար ազգային մարդկանց համար քաղաքական հարց չի, այդ իշխանությունների համար է քաղաքական, նույն օրինակ էս վերջին գերիների վերադարձը, իրենք վերածեցին բանի քաղաքական ակցիայի, բայց այդտեղ Ինչ ակցիա, եթե դու դրա դիմաց տվել ես երկու մարդասպան ահաբեկիչների, էականն է նա, որ մենք պիտի ասենք, որ երկու ահաբեկիչ մարդասպանի Թուրքիային շահագրգռված եղել, որ տանի այդ քաղաքացիներին եւ դրա դիմաց տվեցին եւ դեռ հայտնի չէ ինչ վիճակում են մեր գերիները։ Ժամանակը ցույց կտա։ Դե բայց մյուս գերիների ճակատագիրը վերադառնալուց հետո գիտենք։ Բայց արդյունքում հա այդ մարդիկ վերադարձան, որ բնականաբար անձնական հա միանշանակ շատ լավ է։ Եվ ընդհանրապես դադարեք այդ մեր լիբանանային հայրենակցի ընտանիքին կամ ամոթե դադարեք։ Խորանանք, հա, բայց այստեղ են, որ եթե այդ թեման ընդհանրապես օրակարգում պահված չլիներ, կարող է բանի հետ դե գործ ունենք, չէ՞, ասենք մենք ասում ենք, որ այդ մարդկանց շահերի տեսանկյունից միանշանակ լավ է իրանք ազատության մեջ են, Հայաստանի դե ֆակտո իշխանությունների շահերի տեսանկյունից PR-ում են վարկանիշ են բանանում, ու դա էլ լավ է Ալիևին։ Այդ էլ նույն բանն է, էլի Ալիևի շահերի համար էլ լավ է, որ սա վարկանիշը աճում է, հասկացանք։ Բայց օրինակ եթե Հայաստանի ներսում ընդդիմությունն է դա արել, այդ հարցը օրակարգում չպահեր, իրենք կարող ուրիշ ձև իրար լավություն անեին, վարկանիշ բարձրացնող ուրիշ բան անեին։ Մի կանիստր ավել բենզին նվեր տային, չգիտեմ, Զեյնաբին ուղարկեին Հրազդան ստադիոնում նորից ամեն մեր դերը կա եւ մենք պիտի չդադարենք իմիջիալոց դերակատարման մասի որ խոսեցինք այս կամ այն հարցը օրակարգում պահելու իհարկե շատ կարեւոր է որ զանգվածային լրատվամիջոցները շատ ակտիվ լինեն այդ հարցում հանրային կարծիքի վրա ազդեն եւ նաեւ խորհրդարանը որ շատերը թերագնահատում են խորհրդարանական աշխատանքը շատ կարևոր է նախ այն անհեթեթությունը հիմարությունը որ ինչի են գործողությունների գնում ընդդիմադիրները բայց չգնան այդ կառույցներում չգիտեմ Ստրասբուրգում այստեղ այնտեղ բարձրաձայնեն այն ամեն ինչ օրինակ բանը Արարատ Միրզոյանը գնացի ասում քիչ էր մնում լացեր ասել որ ինձ ուզում էին բանը սպանել դրա համար են հոգեվորականների ասիկ ինչ անհեթեթություն ասես կարող են դուրս տալ բա պիտի չլինի դրա հակառակ այդ ելույթների այդ ամենը պիտի աշխատեն կամ այդ բարձր ամբիոնը ինչի համար է հիմա ասենք հանրաբանը պատիվ ունեմը մի հատ անհեթեթ որոշում է կայացրել աբսուրդային որ իրենք հարցեր չեն տալիս իբր թե այդ մարդու հետ այդ սենյակ այդտեղ տարածքում չեն ուզում լինել այդ բան քննարկումներին այդպես ակտիվ չեն մասնակցում որ շատ սխալ է որտեվ դա ամենա առաջին ալիքով սփռվում է ամենամեծ սփռումն ունի եւ ի վերջո օրակարգ
թելադրում են այսպես զանգվածային լրատվամիջոցները եւ մեծ աշխարհ խորհրդարալից հնչող այդ հարցադրումները, պնդումները, բանավեճերը, բա խորհրդարան դրա համար է կարողա ծեծել, բղավեսել, քաշեսել, ամեն ինչ հնարավոր է որ լի։ Բա դու այսօր գործ ունես, ոնց որ Էդգարն է ասում, օկուպացված երկրի բանի, օկուպացած տարածքը, բա դու գործ ունես, չգիտեմ ում հետ։ Չէ, եւ գործուղումները, եւ ամեն ինչ պիտի օգտագործել։ Նիստերի գնալը հիմա դե մի բան է որ ասում են էշին նստելը մի արիվա իշնելը հիմա այս պատիվ ունեմ այդ օրի անգել էլի որոշելա մնացելա դրա տակ։ Դե մենակ պատիվ ունեմ չէ կոնկրետ Դե Հայաստան դաշինքում էլ 7 հոգի ու վրա է այդ ամբողջ բեռը, դե մարդիկ կա որ ազգանները չգիտենք։ Հա, չէ, նիստերի գնալը բոլորին է վերաբերվում, բոլորն էլ կան որ տենց քրոնիկ չեն գնում։ Հիմա 1-2 դեպք միգուցե տենց է քաղաքականապես նպատակարար, բայց առհասարակ նիստի գնալ։ Չէ, այմա թեկուզ նիստի գնալ, պրոստը այդ քո ստացած մանդատին տեր կանգնել, բանը մի կողմ հարցը, բայց իհարկե այո, նաև հարց տալ, որտեվ մենակ գնալը ինքնանպատակ չի։ Համայնքային ընտրություններին մասնակցելը, ելույթները, դատարանների հայատներում ճեպազրույցները, այսինքն ամեն ինչ պուճուր գործիքակազ որ կա, հենց այդ է բանը քաղաքական պայքարը էլի ինքը պետք է գործադրվի դրա համար նաև ասենք եթե կա օրինակ ուժ որը ունի անցողիկ շեմը հաղթահարելու կարողություն ընդդիմադիր ուժ անպայման պետք է դաշինքների մեջ մտնի բոլորը ամեն ինչ պետք է օգտագործեն իրանց ուզածն է դա ոչ մեկ ոչ մի տեղ չգա ոչ մեկ չխոսա ես օրինակ ասում եմ եթե հանրապետական այն մյուս էջմիածնում մասնակցի դե 1000 քանի ձայնի խնդիր էր իհարկե բան կանեն կհաղթեին ամեն տեղ էլ պիտի մասնակցեն հիմա Գյումրիում վատեն որ մասնակցեցին այն մարտոնը մի քիչ ձևեր արեց միջի այնքան անգնավորվեն միջև հիմա չի հանգստանում տարերա Վարդան Ղուկասյանին ասում են ժողովուրդ տորաթերթներ գրեն խցում որտեղ որ բանը մարդասպանության համար մեղադրվող դուք պատկերացեք ինչ վրեժ ունի իսկ եթե համատարած հաղթեն մի օր կգժվի չէ ճաքի չէ տենց է լինում ի վերջո լավ Սովետի բանը, ես ձեզ ասեմ, Սովետի քանդվելը ամենաանկանխատեսելի բաներից է եղել համաշխարհային պատմության անսպասելի իրադարձություններից։ Ինքը տենց ժոստկի քանդվեց, էլի, երբ որ արդեն քանդվեց, շատ ժոստկի քանդվեց, բայց ընդհանրապես դրանից 3-4 տարի առաջ ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցները բրիտանական որ կարդում ես, չէ, իրանք դեռ հələ հաշվարկում են 50 տարի հետո Սովետը սենց, մենք սենց։ Այդպես բան են անում, չէ, որ Լի Կուան Յուն հանճար է, սա է, չգիտեմ, ինչ է, դու գիտեք, որ որդուն բավականին երկար ժամանակ ուղարկել է Սովետական միություն, կրթություն ստանալու, որովհետև ինքը վստահ եղել է այդ խոշոր ընկերտերությունը, որ ինչպեսի ինչ մեծ ապագա ունի։ Հա, հիմա ասենք ասում են ինքը հանճար էր, չգիտեմ։ Մի օր ժոստկի է փլվում։ Բայց այդ արանքում ճայքերը ալնում, բանը ալնում, շենքը ոնց է, միտեղ ջուր է կաթում, միտեղ ժոլոբն է, միտեղ եսիմ ինչ է, այդպես չի լինելու, որ ինչ որ այդ ոսկե փամփուշտ, պահ X, ինչ որ վճռորոշ միտինգ, այդպես չի լինում։ Պարզ է, ինչ որ մի պահ վերջինն է լինում, Ես ես մի բան ասեմ, մի հատ Նարեկին նայեք, էլի Նարեկ Սամսոնյանի։ Այդ խցում անգամ պայքարում է։ Տեսեք ինչ է անում, էլի։ Չէ, իր ամեն օրը, ամեն ժամը տղան պայքարի մեջ է։ Ես չեմ ասում, вообще բրավո իր թիմին։ Փոքր թիմ ունի, բայց ամեն օր այստեղ ակցիա, այնտեղ չգիտեմ ինչ, այստեղ հաղորդում, այնտեղ կոչեր, այնտեղ հանդիպումներ, այնտեղ բարձրաձայնում, այնտեղ դատարանում չգիտեմ ինչ, այդ պայքարը շարունակը ու շատ լավ է։ Հիմա ճիշտ է, շատ ծանր բան է իր վրա վերցրել, տղան 14 օր հացադուր այդ ծանր վիճակում առողջական այդ ծանր բան վիճակի մեջ, բայց եթե դուք Նարեկին տեսնում եք, ասենք, ինչ եք մտածում եք, չէ, sense հանգիստ նստենք, մի հատ էլ պայքարողներին, այնտեղ հարապետականի մեջ կան, մյուսների մեջ է, մի հատ էլ նստեն պայքարողներին բան անուն կպցնեն, էլի, իրանց ոչինչ պարազիտ վիճակը իրանց արդարացնելու համար։ Չէ, դե տենց պետք է լինի, իհարկե, համաձայն եմ ձեր հետ, ամեն րոպեն, ամեն հարթակը, ամեն հնարավորությունը, թե չէ, եթե ասենք, չգիտեմ, չէիք ուզում կապիտուլյանտի սփաթը տենալ, դե պետք է չառաջադրվեիք, ցուցակ չմտնեիք, բան չանեիք, հիմա եթե տենց է, բայց դա է քաղաքական աշխատանքը։ Փաստա չէ որ այդ մարդը շարունակում է նստած այնտեղ որոշում մեր ճակատագրի հետ կապված որոշում կա։ Հիմա ինձ հետաքրքիր է քեզ հաճելի է թե ինքը հաճելի չէ գնա գրողի ծոցը դուրս արի մանդատը դիր գնա հատո ում հաճելի է թող այդ հարցը տա հաճելի ոչ հաճելի հարց չի գործը
Դա աշխատանք է, էլի, առաքելություն է, այդ իմաստով եմ ասում գործը, Չէ, բայց նաև եկեք այնտեղ падգամավորներ կան մի 6-7 հոգի, որ իսկապես ոնց ասեմ, ամեն ինչ անում են։ Մենք այդ օրինակներն էլ ունենք, էլի, որ չեն կարող ասեն Քրիստինե Վարդանյանը չի անում, Անա Գրիգորյանը չի անում, մյուս Անան է, Գառնիկն է Դանելյան, չէ, Ագնեսան է, կան, չէ։ Հələ ես հիմա հիմնականում կանանց անունները տվեցի, կան, չէ, այդպես падգամավորներ։ Դե տես պետք է լինի։ Չէ, իրոք տես պետք է լինի։ Մնացածը արդեն ուրիշ ժանրից է, էլի, ես չեմ կարող տանել, այդ չեմ կարող գտնվել, ձեր տանը գտնվի։